ունեք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ։ Իսկ եթե չհաջողվի, կարող եք դիմել դատարան։ Հայաստանում հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար։ Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար։ Ստորագրվելուց եւ հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման։ Հաշտարարությունը պարտադիր է հետևյալ գործերով. ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի որոշում, ալիմենտի բռնագանձում, ընդհանուր գույքի բաժանում, երեխայի հետ շփման, դաստիարակության եւ կրթության հարցեր, երեխայի տեսակցության կարգի սահմանում, ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում։ Հաշտարարության առավելություններն են. վեճի արագ եւ պակաս ծախսատար լուծում, բոլոր կողմերին ընդունելի արդյունք, ողջ գործընթացի գաղտնիություն, հաշտարարին ընտրելու ազատություն։ Իմացեք ավելին InMediation AM հասցեով։